ժողովուրդ ջան, շարունակում եմ, ուրեմն զոհի կարգավիճակից դուրս գալու մասին եմ խոսում։ Նորից եմ ասում, երբ որ մարդը զոհի կարգավիճակում է, ինքը իր կյանքը բերում է անպայման ագրեսորի պահվածք, ասինքն դա կապ չունի ով է։ Դա կարա լինի ծնողը, դա կարա լինի քույրիկը, աղբերը, կարա լինի ամուսինը, իսկ պետության մասշտաբով դա լինում է պետության ղեկավարը։ Ինքը միշտ ագրեսոր է ու դուք միշտ լինելու եք դժգոհ, եթե միշտ լինեք զոհի կարգավիճակում։ Սա կարևոր պահ է։ Ու ես միշտ ասում եմ, սա էլ մենք պետք է իմանանք, որ այն որ անդադ ասում ենք ռուսների հետ չենք ուզում լինենք, թուրքերի հետ չենք ուզում լինենք, մենք ուզում ենք Եվրոպայի հետ, մեկն ասում է Եվրոպայի հետ չենք ուզում լինենք, մենք ունենք միայն ու միայն մի զադաչա Աստծո հետ լինելու։ Իսկ Աստծո հետ լինելու համար մենք պետք է իրականում դուրս գանք այդ կարգավիճակից։ Մենք չենք կարող լինենք Աստծո հետ առանց ответственность վերցնելու մեր կյանքի համար։ Այն բոլոր հավատացյալները, ովքեր որ զոհի կարգավիճակում են, վախերից գնում են եկեղեցի, վախերից եսի ինչ են անում, իրանք Աստծո հետ չեն։ Ես ուզում եմ որ մի հատ լավ լսեք, այն որտեղ կա վախի միջավայր, որտեղ որ վախեցնում են, որտեղ որ վախից համար անում ինչ-որ բաներ, այնտեղ Աստված չկա։ Աստված մեզ չի վախեցնում, Աստված մեզ наказать չի անում, Աստված ուղղակի Աստծո էներգիան реагирует на нашу энергию, так как մեր ներսի էներգիան ու Աստծո էներգիան դա նույն էներգիան է, մեր հոգու էներգիան, Աստծո էներգիան նույնն է, ու մենք միայն ազատ բաց սրտով կարանք միանանք Աստծո էներգիային։ Ես տերմիններով չեմ ասում եմ ամենապրաստոյ բառերով, որ հասկանաք, չէ՞, ես տերմինները չեմ հիշում, որ ճիշտն ասեմ, միշտ մոռանում եմ, դրա համար ավելի լավ է ասենց պրաստոյ լեզվով ասեմ, որ հասկանաք ժողովուրդ ջան, վախերով, բողոքներով, հետո ասենք եթե մենք աբիդայի մեջ ենք, եթե մենք չարության էներգիայի մեջ ենք, մենք չենք կարող Աստծո հետ կապվենք։ Ու ես ամեն անգամ ասում եմ, Հայաստանում շատ մեծ քանակությամբ չարի էներգիա կար, բայց հիմա փառք Աստծո հենց այս թատրոնը պոլիտիկի բացեց շատերի աչքերը, հենց այսօրվա դրությամբ նոր էներգիաները օգնեցին այդ ամեն ինչը տեսնել ներսից, ոչ թե այն ինչ որ կատարվում է կուլիսների հետևում, իրոք արթնացան շատ մարդիկ, շատ հայեր արթնացան, դա շատ լավ, շատ մեծ լուր է, շատ կարևորագույն լուր է, որ մարդիկ արթնանում են։ Ու նորից եմ ասում, մենք միայն մեր լույսի միջոցով կարանք չարին դուրս հանենք մեր երկրից։ Դրա համար ժողովուրդ ջան, վերցնում ենք այդ պատասխանատվությունը մեր ձեռքը։ Առաջի հերթին այն ինչ որ կարող ենք անել, մտածել, ես լավ եմ վերաբերվում ինքս ինձ։ Ճիշտ եմ ապրում ինքս իմ համար։ Ճիշտ տեղում եմ աշխատում, ճիշտ մարդու հետ եմ ապրում։ Ամեն ինչը մի հատ sense լավ վերլուծեք ու ինչու է այդ ամենը տենց։ Հետո կարևորագույն պահ։ Եթե դուք ձեր մարմնին վատ եք վերաբերում, դուք չեք կարող դուրս գաք այդ վիճակից։ Մեր մեծամասնությունը հայերի ծխում է, խմում է, չափից շատ մեծ քանակությամբ ուտում ենք, մենք սիրում ենք ուտել, ես չեմ ասում չուտենք, էլի ուտենք, բայց չչարաշահենք այդ խորովածները, բանը, գիտեք ինչն է, տարօրինակ, որ բացում ես ինտերնետը, մի 20-30 ռեկլամա գնում է ռեստորանների, խորովածների դաստավկայի, չգիտեմ ինչերի դաստավկա, նոր մի ուրիշ տենց ավելի հետաքրքիր կուլտուրական բան է դուրս գալիս, որ հետաքրքրում ես, ասում ես, ինչ է ռեկլամա, մի հատ տեսնենք ես որտեղ է, ինչ է մասնակցենք տենց բաների։ Թե չէ բոլորը խորոված, էմի դա այնա, որ մեզ անդադ ցույց են տալիս, դա ոչ թե ուրիշն է ցույց տալիս, մեր վիճակից են մեզ ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ մենք մենակ տես բաներն է հետաքրքիր, բայց տես չի ժողովուրդ ջան։ Շատ կարևոր է, որ մենք սկսենք մեր ուտելուն հետ, ինչ ենք մտցնում մեր մարմնի մեջ։ Մեր մարմինը մեր սրտությունն է, մարմինը մեր տաճարն է, չէ՞։ Ու ինչ ենք, մենք կեղտոտվոտներով ցեխոտ կարանք մտնենք տաճար, չենք կարող, բայց ինչ ենք անում, ամեն կեղտոտ բան մտցնում ենք ներս, իմանալով, որ իրոք շատ միս ուտելը դա վնաս է, իմանալով, որ խմիչքը դա ընդհանրապես կտրում է մարդուն Աստծուց, ինչքան ես ձեզ մի բան ասեմ, խմած, անջատված, ընկնող մարդը ինձ ասում է, որ ես Աստծո հետ եմ։
Հասկանում եք։ Եթե ձեզ թվում է, թե դուք Աստծո հետ եք, ես ասեմ, խմիչքի էներգիան միայն սատանի էներգիայի հետ է, միայն մութ էներգիաների հետ է։ Ուզում եմ, որ հասկանաք, չի կարող խմող մարդը լինի Աստծո հետ, ինքը փակ է։ Այդ խմիչքը, ծխելիքը, նարկոտիկը, չափից շատ էս ուտելիքը, որ ռեկլամա են անում, այս ամեն ինչը նրա համար է, որ մարդը կտրվի Աստծո էներգիայից, ժողովուրդ ջան։ Սա կարևորագույն պահ է, որ մենք պետք է հասկանանք, ու մենք այս ամեն ինչից օգտվենք։ Մեկ էլ կտրում է մեզ այդ ամեն ինչից, երբ որ էներգիա բլուդա, սենց ասեմ։ Երբ որ մարդը ոչ թե մի հոգու հետ է ունենում նորմալ любовные отношения ու занимается любовью, այլ ընկնում է այս կողմեն կողմ սեքսով զբաղվելու համար։ Սեքսի, նայեք, տեսեք, չշփոթեք, սեքսի էներգիան կարևոր էներգիա է, եթե դու ճիշտ ես օգտագործում, եթե դու այս կողմեն կողմ ես գնում, դու փակում ես քեզ ամեն ինչից։ Հիմա ես գիտեմ, որ մի ահագին մարդ լուրջ չի գա, էսի խնդրեմ դուրս եկեք, ինձ պետք են նման պատվիճներ, որ ուղեղները չի մտնում կարևորագույն բաներ, կարակ դուրս գաք ու էլ երբեք ինձ չլսեք։ Ու ես ինքս էլ եմ մի 300 հոգու արդեն ջնջել եմ, որ տեսնում եմ իրանց պոստերը, ես ասում եմ, որպեսզի չկպնեմ, ոչ մի բան չասեմ, ավելի լավ է ու դալիցանեմ, ինձ նման ընկերներ պետք չեն, ինչի՞ս են պետք տենց մարդիկ։ Նայեք, նորից եմ ասում, ովքեր որ քնում են այսօր մեկի հետ, վաղը մյուսի հետ, դուք Աստծոց շատ հեռու եք ու չեք էլ կարողանալու, եթե հիմա չեք անում էդի։ Այ հիմա, քանի էներգիաները փոխվում են, դուք ձեր հոգսը քաշեք, հրաժարվեք այդ ամեն ինչից։ Ինձ մեկը ասել է, այդ մի բանն է մնացել ուրախանանք, այդ էլ չես թողնում, այդ մի բանը չի մնացել։ Ամեն ինչ կա առջևում, եթե դու հասկացել ես դու ով ես։ Եթե դու Աստծո մի մասն ես, ինչ գործ ունես սատանի գործերի հետ, ինչ գործ ունես չարի գործերի հետ, ինչ գործ ունես այդ սև ու մութ գործերի հետ, կասես։ Հա, մեզ էդի ցույց են տվել, բայց տեսեք, որ ամեն մարդ չի ընկել այդ ծուղակը։ Այսինքն դուք գդետը թույլ եք եղել, որ ընկել եք, ու թույլ եք, որ չեք կարողանում դուրս գալ դրա միջից։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե ուզում եք պատասխանատվությունը վերցնեք ձեր առաջի հերթին վերցրեք այդ հրաժարվեք։ Եթե չի ստացվում, ուրեմն եկեք սեանսների, ես սա ռեկլամա չի։ Ուղղակի ասեմ, եկեք, ես 1-2 սեանսով ձեզ կօգնեմ ցանկացած բաներից, зависимостներից։ Նարկոտիկը մի քիչ երկարատև է։ Ուրեմն նայեք, սա նորից եմ ասում, սա ռեկլամա չի, ես գիտեմ, որ սա անհրաժեշտություն է այսօր։ Չնայած, որ ավելի լավ է խորոված ուտենք, քան թե այդ գումարը ծախսենք հոգեբանի վրա, բայց դա ձեր վыборն է, որը որ ձեզ տանում է անդուն, տանում է разрушенияների։ Նայեք, նորից եմ ասում, ամենաառաջինը նայեք ինչ зависимостներ ունեք։ Зависимость լինում է зависимость ուրիշ մարդուց, այն որ չենք կարողանում բաց թողնենք։ Այսինքն մեզ թվում է, թե այդ մարդը որ գնաց, մենք էլ всё կորելու ենք։ Ինչ է դա նշանակում, էլի ես չեմ վերցնում իմ վրա պատասխանատվություն, որովհետև ես չեմ կարող ինձ պահեմ, ես չեմ կարող ապրեմ առանց իրան, ինքը որ կողքս չլինի, ես շատ մարդիկ գիտեմ, որ տարիներով ուզում են բաժանվել, իրար հետ տան մեջ չեն էլ խոսում, բայց վախենում են իրար բաց թողնեն։ Սա էլ ճիշտ էներգիաների մեջ չէ ու պատասխանատվությունը չեք կարողանում վերցնել ձեր վրա։ Բոլորիս մեջ կա ուժը, բոլորիս մեջ կա հնարավորությունը, բոլորս ունենք նույն հնարավորությունները։ Ուղղակի ոմանք ընտրում են այս ճանապարհը, մյուսները այս մյուսը, մեր ընտրած ճանապարհը այսօր բերել է այ դրան, ինչ որ ունենք։ Եթե շատ գոհ եք ձեր կյանքից, ուրեմն կարակ չլսեք։ Եթե դժգոհ եք, ուրեմն պետքա սենց մի հատ ռեստարտ անեք, ամեն ինչ փոխեք։ Այսօրվա դրությամբ, քանի գալիս են էներգիաները, ունենք հնարավորություն, հենց իջան էներգիաները, արդեն այդ հնարավորությունը չի լինելու, որ ասում են ուտիլիզացիա, դա ուտիլիզացիան է, այսինքն նիգոդնի մարդիկ ուտիլիզիրованные են լինելու։ Ուրեմն կա երկու տեսակի ուտիլիզացիա, մի մասը, որ չեն կարողանում ասեն ճիշտ էներգիաների մեջ, մյուս մասն էլ, որ կռիվների, չգիտեմ ինչերի միջոցով։ Ես գիտեմ, որ սա շատերի ականջին դուրս չի գալու, բայց միգուցե դա ձեզ արթնացնի, միգուցե այն, որ ձեզ դուրս չի գալիս, դրանից ջղայնանաք, արթնանաք, բայց սա պետք է։ Ուրեմն նորից ժողովուրդ ջան, առաջինը հետևում ենք մեր մարմնին։ Մարմնին հետևելու հետ այդ ուրեմն շարժում, անպայման, движение պետք է մտցնել մեր կյանքը, առանց դրան էլ չենք կարող։ Ответственность-ը դա նաև движение է։ Ես օրինակ միշտ ասում եմ, ես մի քիչ լինիվայ եմ, ես սպորտով չեմ զբաղվում, բայց օրը մի 2 ժամ պարտադիր քայլում եմ։
Դա իմ դվիժենին է, այդ եմ մտցրել իմ կյանքը, այդ եմ կարողացել, հասկանում եք, եթե դուք կարողանում եք ավելի շատ բաներ անեք, արեք, ու պարտադիր չի, հիմա էտել են ինձ գրում են, ասում են, ես որ գումարելներ առնեի գնայի զալ, խի առաջ որ զալ չի եղել, մարդիկ մեռել են, առաջ որ այդ բաները չեն եղել, տրինաժորները չեն եղել, մարդիկ չեն զբաղվել սպորտով, ծառից բռնեք ուպրաժնենիաներ արեք, գետնի վրա ինչ որ աջրմանյաներ արեք, տուրնիկներ կա դրսերում, ամեն ինչ էլ կա, մենակ ժելանի, ժողովուրդ ջան, միայն ու միայն ժելանի, ուրիշ ոչ մի բան չկա, ճանապարհը կա, քայլեք, ուզում եմ ասեմ դրա համար էլ մի գտեք, մի մանեկեք մեղավորներ, հետո մեղավորը միշտ մենք ենք, նայեք ես ասում եմ դες, մի փնտրեք ոչ միտեղ մեղավորներ, ինչ որ մեր կյանքում կա, դա մեր ստեղծածն է, դա մեր արածն է, դա մեր բերածն է, թե ինչ ոնց ենք բերել մեր կյանք, դա արդեն պետք է ետնայինք, որ մեր մտքերը, որ մեր արարքները, որ մեր խոսքերը, այսօր ամբողջ բանում, Facebook-ում, ամբողջ ինտերնետում դուք անիծում եք ուրիշներին, ձեզ թվում է թե ձեր կյանքում լավ բաներ ալնելու իրանցը վատ, քիչ եք հասկանում, որ ձեր անեծքը ձեզ ավելի մոտիկ է, քան դրան կհասնի։ Այսպես բաները հասկացեք։ Ուրեմն ответственность за свой язык, այսինքն տելայից հետո մենք մեր խոսքերը հետևում ենք ինչ ենք ասում ուրիշին, մենք չենք կարա ուրիշին անիծենք, չենք կարա ուրիշին վնասենք, ամեն ինչը մեր միջոցով, կարող է սկզբում այդ մարդուն վատ լինի, բայց մեկը երկրագնդի մեր, вообще երկրագնդի վրա, вообще во вселенной есть такое правило, բալանս, ինչ տալիս ենք, այդ էլ կարանք վերցնենք, ինչքան մենք չենք կարա ասենք միայն ու միայն շնչենք, բայց չարտաշնչենք, ափսոսանք արտաշնչենք, բայց մեզ մեկ կմեռնենք տեղում, չէ, սա դիեզերքի օրենքն է, ինչքան շնչում ենք, հավասար այդքան էլ արտաշնչում ենք, բալանս, նույն ձևի, ինչքան տալիս ենք, այդքան էլ հավասար ստանում ենք, իսկ երբ որ մենք շատ տալիս ենք, վատ բաներ, մի անգամից շատը, մի քանի անգամ ավելի շատ գալիս է մեր կյանքը, ու հետո ասում ենք ղեկավարներն են մեղավոր, նախկիններն են մեղավոր, Ալիևն է մեղավոր, Ռուսաստանը կամ էլ ես եմ, հերիքա մանգանք մեղավորներ, պետք է վերջապես նայենք, տեսնենք ինչի ենք մենք այս օրին, նայենք վերջապես աշխատենք մեր վրա, ուրեմն հետևում ենք մեր բառերին, հետևում ենք մեր մտքերին, մի քիչ քչացնում ենք, մենք բանը, այս էլ է, ասենք իմ եկողներից մեկն է, ասում է իմ ուղեղս կես սեկունդ անգամ չի կանգնում, ես անընդհատ մտածում եմ, ինչ անեմ, որ այս վիճակից դուրս գամ, բա փորձեք մի մտածեք, փորձեք ուղեղը հանգստացրեք, փորձեք ուղղակի 5 րոպե լռել, թե մտովի, թե լեզվով, պրոստը 5 րոպե, օրվա մեջ մի քանի անգամ լռեք, որովհետև լռությունը, մեր ուշադրությունը տանում է այստեղ, մեր հոգու վրա, մեր սրտի վրա, իսկ երբ որ մեր սիրտն ու մեր ուղեղը կապված է, մենք կարանք շատ բան անենք, երբ որ մեր սիրտը իրանից դուրս, մեր գլուխը իրանից դուրս մտքերի մեջ է, մեր սիրտը չի կարողանում ոչ մի բանով օգնել գլխին, հասկանում եք, ուրեմն հետևում ենք մեր մտքերին, մեր լեզվին, մեր ուտելիքին, մեր շարժումներին, այդ ամեն ինչին, սա արդեն կլինի շատ մեծ սկիզբ, էլի, ու սենց կամաց աշխատելով մեր վրա, հանում ենք այդ զոհի կարգավիճակից դուրս են գալիս, ու դա իհարկե դրանով վերջ չի, պետք է աշխատել, հանել ներսից բոլոր տեսակի վախերը, աբիդաները, բոլոր տեսակի ագրեսիաները, նիվրժնները, շատ բաներ կա, բացել մեր էներգետիկ ցենտրները բոլոր, ու հետո նոր կարող ենք դուրս գալ, բայց պետք է սկսել, երբ որ մենք սկսում ենք մեր վրա աշխատել, գոնե 1 օր, 2 օր, մի շաբաթ աշխատում ենք, մենք զգում ենք, որ ուզում ենք էլի ինչ-որ բան փոխենք, էլի փոխենք, հասկանում ենք, որ մենք ենք տերը մեր կյանքի, ուրիշը չի կարող իմ կյանքը փոխի, մենակ ու միակ ես կարամ փոխեմ, դեպի լավն էլ ենք մենք փոխում, դեպի վատն էլ ենք մենք փոխում, իսկ այն մարդիկ, ովքեր որ մեզ ցույց են տալիս այդ մեր վատ կողմերը, դրանք մեզ օգնում են, հասկանում եք, հիմա այսօր ամեն մեկը պետք է հասկանա, ինչ եմ ես վերցնում այսօրվա սիտուացիայից ու ոնց եմ փոխում իմ կյանքը, ուր եմ գնում։ Իհարկե մեծ մասը ընտրել է անդունդը, пожалуйста, դա ձեր վыборն է, որովհետև զորով ոչ մեկին չենք կարող ասենք, չէ, սենց չի կարելի, մի գնա։ Դա իրենց վыборն է։ Իսկ դուք ովքեր որ հասկանում են, ովքեր որ արթնացել են, ովքեր որ որոշել են ответственность վերցնել, դուք գնացեք ձեր ուղիով։
Մի խոսքով, այս այն մինիմալնի բաները, որ պետք է սկսեք ձեր ответственности համար, որ կյանքը փոխվի։ Ու նորից եմ ասում, ոչ մեկին չենք մեղադրում, մեր կյանքում չկան մեղավորներ։ Կա սիտուացիա, որը մենք բերել ենք մեր ներքին վիճակից։ Եթե մենք մեզ վերաբերում միայն, դա մենք մեր ներքին վիճակից բերել ենք մեր կյանքը։ Երբ որ դա ազգին է վերաբերում, դա մեր ազգի վիճակն է, որը որ հասկանալի պատճառներով ծանր վիճակ է, շատ հասկանալի պատճառներով, որտեղ միշտ եղել են տենց կռիվներ, չգիտեմ ինչեր, գենոցիդ, ամեն ինչ եղել է երկրաշարժ, այս ամենը ու տենց հազարավոր տարիներ, չէ՞։ Բայց այդ ամեն ինչը եկել է, որպեսզի մենք արթնանանք, որպես ցիվիլիզացիա, որպես избранный народ, որպես լույս տանող ազգ, որ մենք պետք է աշխարհին լուսավորենք, մենք մեր տան լույսը անջատել ենք մուտտեղ նստել։ Ու տան լույսը ես ասում եմ, սա մեր ներքին լույսի մասին։ Ու այսօր այս շարժումների հետ միասին ես արդեն մի քանի վիդեոներում ասել եմ, ես տեսնում եմ մեծ քանակությամբ լույսեր են վառում։ Իրոք եմ ասում, այդ լույսերը վառում են հայերը տարբեր երկրներում ու հայերը Հայաստանում այսենց արդեն արթնանում են ու փոխվում են, հասկանում են, միգուցե չգիտեն դальше ուր գնան, բայց որ լույսը վառվում է, դա արդեն իմ համար շատ մեծ ուրախություն է։ Այնպես որ ժողովուրդ ջան, սա մեր ժամանակաշրջանն է։ Ու այս ինչի համար է ընտրությունները դրվել հենց այս ժամանակաշրջան։ Մի բան էլ ասեմ, ինչի համար է մեր վարչապետը 16 թիվը ընտրել, որովհետև Դա դավայտը չի երկարացնեմ, դրա մասին հետո կպատմեմ։ Սա կարևորագույն պահեր է, որ մենք պետք է իմանանք։ Հասկանում եք, ժամանակաշրջանը ընտրել են նրա համար, որ մենք մեր ուշադրությունները գցենք այդ սաբытիաների վրա ու չզբաղվենք մեզանով, որ ջղայնանանք, վատ էներգիաների մեջ լինենք, չկարողանանք միանանք նոր էներգիաներին։ Ժողովուրդ ջան, մենք էվոլյուցիա ենք ապրում, մենք տրանսֆորմացիա ենք ապրում, մեր ազգը մեծ ճանապարհ ունի, սա վերջը չի, սա սկիզբն է, հենց այստեղ երբ որ մենք արթնանում ենք, սա սկիզբն է, արթնացեք ժողովուրդ ջան, արթնացեք ու սկսեք ամենքը ձեզանից։ Անկամ եթե հիմա ինչ-որ սխալ բան գնա, ես տեսնում եմ, որ լինելու է սխալ բաներ, որ լինելու է вообще մի քիչ sense դժվար բաներ են լինելու, չեմ ուզում վախեցնեմ ոչ մեկի, դա լինելու է, բայց քանի դուք դեռ ձեր վրա չեք աշխատել, դուք ոչինչ չեք կարողանալու փոխել։ Աշխատեք ձեր վրա, փոխեք ձեր ներքին վիճակը, կտեսնեք ոնց է ամեն ինչ փոխում մեր ազգի համար ու մեր հայրենիքի համար։ Ես տեսնում եմ շատ մեծ ապագա մեր համար, բայց դրա համար մեծ աշխատանք է պետք։ Սկսեք աշխատել հենց այսօրվանից, ովքեր որ հասկացել են ինչի մասին եմ խոսում, աշխատեք ձեր վրա, ովքեր արդեն սկսել են աշխատել, չեն իմանում ուր գնան, գրեք, ես ձեզ կպատասխանեմ, կօգնեմ, ովքեր որ պատրաստ են անցնելու թերապիա, եկեք, ես կաշխատեմ ձեր հետ։ Մի խոսքով, ինչով որ կարողանամ, պատրաստ եմ օգնել, մենակ դուք արեք ճիշտ ընտրություն դեպի Աստծուն։ Նորից եմ ասում, նայեք, մենք բոլոր կողմերից փակ ենք։ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանի հետ տեսնում եք ինչա կատարվում, մյուսը, մեզ ոչ մեկը չի օգնելու։ Միակ մեր ճանապարհը, ես ամեն անգամ ասում եմ, այսպես կապել Աստծո հետ։ Աստծո հետ մեզ ոչ մեկը պետք չի։ Աստծո էներգիայի հետ մեզ ոչ մեկը պետք չի, ժողովուրդ ջան։ Մենք ենք ամեն ինչ անելու մեր համար։ Չեք ասում, խի Ռուսաստանը չի անում, խի էս ինչը չի անում, Ադրբեջանը գալու է մեր համար ինչեր անի։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Մենք ենք անելու, մենք ունենք միսիա, մենք ունենք մեծ ապագա, մենակ թե հասկացեք, որովհետև նորից եմ ասում, ովքեր արթնանան, ովքեր իրանց վրա աշխատեն, նրանք անցնելու են այդ ուղին, անցնելու են այդ տրանսֆորմացիան, ովքեր չէ, ես ոչինչ չեմ կարող ասեմ, դա արդեն ձեր վыборն է ու մեկ էլ Աստված ինչ որ կտա։ Բոլորիդ լավ օր։